Առհասարակ Փաշինյանը ոչ մեկի առաջարկն չի մերժում։ Վտանգավոր տեղ են մտցնում Հայաստանի Հանրապետությանը, որը որ կարող է մեր համար իսկապես ճակատագրական լինել։ Կամ օրինակ Արցախի հարցով ինչի են բոլորը լռում։ Առհասարակ քսնանքի լեզուն որևիցե տեղ հաջողություն չի բերում։ Դե Վահագն Խաչատրյանից ուրիշ բան սպասելի չի։ Ալիևի շնորհակալություններ էր հայտնում, չգիտեմ, քիչ էր մնում աչը համբուր էր։ Փաշինյանը եկել էր իրապես ժողովրդի աջակցությամբ, բայց գնալով ինքը ժողովրդից օտարվեց, որովհետև ընդդեմ ժողովրդի սկսեց գործել Քոչարյանը, Փաշինյանը, մյուսները իրենք նույն տրամաբանության մեջ են գործում, պատրաստ են Հայաստանն էլ վաճառել։ Պատրաստ են նույնիսկ Հայաստանի Հանրապետության բնակիչներն էլ հետը վաճառել։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես Դավիթ Ղազարյանն եմ։ Մարտական եղբայրության քաղաքական թևի ներկայացուցիչ Մասիս Շիրյանի հետ կքննարկենք այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները։ Բարև ձեզ։ Մասիս, վարչապետ Փաշինյանն ընդունել է նախագահ Տրամփի առաջարկը միանալու Գազայի հատվածում Իսրայելի եւ Պաղեստինի միջև խաղաղության խորհրդին միանալու համար։ Այս խաղաղության խորհրդին հիշեցնենք, որ եվրոպական որոշ խոշոր պետություններ հրաժարվեցին մասնակցել եւ մենք տեսնում ենք, որ Տրամփի կողքին որպես կանոն համեմատաբար փոքր պետությունների ներկայացուցիչներն են։ Արդյոք սա մեզ չի հեռացնում մեր եվրոպացի գործընկերներից։ Թե միգուցե սա այնպիսի դրություն է, որ Տրամփի առաջարկը մերժել հնարավոր չէր։ Առհասարակ Փաշինյանը ոչ մեկի առաջարկն չի մերժում։ Փաշինյանը այս պայդրությամբ միայն մերժում է իշա Հայաստանի որոշ առաջարկներ, երբ որ Հայաստանի ներսից են հնչում, իսկ աշխարհից ինչ առաջարկ հնչում է, Փաշինյանը չէ բառը չգիտի ինչ է, ինքը միշտ բոլորին հայ է ասում, համաձայնում է, ինքը Ռուսաստանին է հա ասում, ինքը Ամերիկային է հա ասում, ինքը Ֆրանսիային է հա ասում, գնում է ասում է, հա, համաձայն եմ ձեր ասածով, կլինի երթական անգամ Թրամփ առաջարկությունները, Փաշինյանը իր ոչին համապատասխան ասել է խնդիր չկա։ Իսկ թե ինչ է անում Թրամփը այս նախաձեռնությամբ, սերմերն է ցանում նոր մակ ստեղծելու, այսինքն նոր միջազգային այդ հանրություն ձևավորելու շուրջ։ Ինքը նոր աշխարհակարգ է փորձում ձևավորել ու սա առաջի քայլերն են։ Էքսպերիմենտն արեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև որոշակի երկխոսություն ձևավորելով, հիմա շարունակում են ու փորձում է Թրամփը իր անձի շուրջ այդ ամեն ինչը ստեղծի։ Այսինքն Թրամփն էլ իր ամբիցիաներն ունի, ցանկանում է պատմության մեջ մնալ որպես դարի մեծագույն լիդերներից մեկը կամ եթե ոչ մեծագույնը ու փորձում է որոշակի նոր աշխարհակարգ ձևավորի։ Ինչ եք կարծում, նախագահ Տրամփի մոտ կստացվի ստեղծել այլընտրանքային տարբերակ։ Նախագահ Տրամփը փորձում է, կստացվի թե չի ստացվի, դա միայն իրենից կախված չէ, կախված է նաև այլ կողմերից, կախված է թե ինչ աշխարհակարգ կձևավորվի, ովքեր հեգեմոն դիրքում կլինեն։ Այս պայն փաստ է, որ նախկին աշխարհակարգը արդեն փլուզվում է։ Ու դրա տեղը պետք է ինչ-որ մի նոր բան ձևավորվի, իսկ այդ ձևավորվող կառույցը կլինի Թրամփի կողմից նախաձեռնվող թե այլ պետությունների կողմից, օրինակ եվրոպական պետությունները, որոնք որ չեն միանում կամ չգիտեմ, այլ գերտերություններ կան, ովքեր որ այս բանը այդքան էլ ակտիվ չեն այդ process-ներում, կամ պետություններ կան, որոնք հայտ են ներկայացրել դառնալու գերտերություններ, այս պետությունների կողմից միգուցե այլ քայլեր ձեռնարկվում են եւ չստացվի կամ նրանք միանան եւ փորձեն համատեղ ձևավորել նոր աշխարհակարգը, այն որ նախկինը չի գործում, նախկինը փլուզվում է, այդ արդեն մենք տեսնում ենք այսօր։ Վաղը ինչ կձևավորվի դրա փոխարեն, ինչ որ մի բան պետք է ձևավորվի։ Աշխարհը այս պայն տուրբուլենտության զոնայում է, բայց գալու է ինչ որ հանգիստ փուլ։ Դա կլինի 5 տարուց, 10 տարուց կամ 1 տարուց, մենք դա չենք կարող կանխատեսել։ Պետք է հետևել ուղղակի process-ներին հասկանալու թե ինչ է տեղի ունենում, մենք ոնց պետք է դիրքավորվենք։ Մենք կարող ենք որպես օրինակ ընդդիմադիր ուժ առաջարկություններ անել Հայաստանի համար, բայց մեծ հաշվով որոշումներ կայացնում է օրվա իշխանությունը։ Ու փաստենք, որ մեր այսօրվա իշխանությունը առհասարակ սխալ որոշումներ է կայացնում։ Ինքը կարելի ասել արկածախնդրորեն է մոտենում Հայաստանի Հանրապետությանը ու նրա անկախությանը, բոլորին հասելով, բոլորի հետ համաձայնվելով վտանգավոր տեղ են մտցնում Հայաստանի Հանրապետությանը, որը որ կարող է մեր համար իսկապես ճակատագրական լինել։ Տրամփի մեկ այլ ծրագրին, TRIP կոչված ծրագրին Ռուսաստանի մասնակցությունը արդեն միսուարյուն է ստանում։ Այսպես Վահագն Ալեքսանյանն ասում է, որ այդ ճանապարհի վրա անգամ կարող են չլինել հայ մաքսավորներ եւ այդ ճանապարհի վրա կարող են լինել միայն սկանավորող սարքեր, որոնք կսկանավորեն բեռները եւ մարդկանց դեմքերը եւ ասում են, որ սա աշխարհում տարածված պրակտիկա է։
Ինչևէ, սա ստացվում է, որ Ադրբեջանի պահանջը փաստորեն իրականանում է եւ հայ մաքսավորների ադրբեջանցի վարորդները չեն հանդիպելու ճանապարհին եւ ստացվում է, որ սա իսկապես միջանցքի ավելի նման է, քան ճանապարհի։ Սա ի սկզբանե ինքը միջանցք է, չնայած որ իրենք ամեն կերպ ժողտում են, ասենք Թուրքիայի ղեկավարությունը տարբեր մակարդակներում Ադրբեջանի ղեկավարները Իլհամ Ալիևի գլխավորությամբ բոլորը ասում են, որ սա միջանցք է, Զանգեզուրյան միջանցք, այլ կերպ չեն համարում։ Բացի այդ եկեք հասկանանք ինչ է միջանցքը, ինչ է ճանապարհը։ Եթե սա իսկապես ճանապարհ է, իսկապես ճանապարհների ապաշրջակ փակում է, սրա շուրջ այսքան խոսակցություններ, այսքան պետությունների մասնակցություն չլինի։ Կլիներ այնպես, ինչպես օրինակ հայ-իրանական սահմանն է կամ հայ-վրացական սահմանը։ Սահմանը բաց է, կան մաքսավորներ, հա, մաքսակետ կա, անցակետ կա, անցնում են հայ սահմանապահները, հսկում են, ստուգում են, բաց են թողնում։ Իսկ այստեղ բոլորը մասնակցում են, բոլորն ակտիվ են, ամենապասիվ կողմը դա Հայաստանի Հանրապետությունն է, թե քաղաքական առումով, թե մասնակցային առումով, ամենապասիվ կողմը հայկական կողմն է, ու ասում են, որ սա ճանապարհների ապաշրջափակում է, սա ուղղակի կարելի ասել ծաղրում են հայ հասարակությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են այս քայլերով իրենք ծաղրում, որովհետև տալիս են մի պետության, տալիս են մեկ այլ պետության, օգտվում են մեր երկու ողերի հարևանները, իսկ մենք արդյունքում ոչինչ չենք շահում։ Ու ճանապարհներից ամենավատ տարբերակն են իրենք ընտրել։ Ամենավատ տարբերակը այդ մեծ ճանապարհի ամենանեղ հատվածն են ընտրել, որ դա մեզ պետք է իբր թե ծառայի։ Այն հատվածն էլ, որ ամենայն հավանականությամբ, որից որ մենք մեր պետությունը պետք է շահույթ ստանա, հազիվ կարողանա այդ ճանապարհի սպասարկման ծախսերը բավարարել։ Ու իրենք սա փորձում են ներկայացնել որպես մեծագույն հաղթանակ, ինչպես մեծագույն հաղթանակ են ներկայացնում Արցախի կորուստը։ Այս իշխանությունները ցանկացած մեր կորուստ, մեր պետության դիրքերի զիջում գալիս հանրության ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում։ Ասում են մենք եւս մեկ հաղթանակ տարանք։ Իրականությունը այլ է։ Իրենք ամեն քայլի Հայաստանի Հանրապետությանը զիջում են, իր տարածքով, անկախությամբ, ազդեցությամբ ամեն ինչը զիջում են ու մեր հասարակությանը ներկայացնում, որ ժողովուրդ ջան, լավ է լինելու, լավ է ապրելու, մենք եւս մեծ հաղթանակ ենք տարել։ Այնինչ իրականում սա մեծ փուչիկ է։ Իսկ այն ինչ որ սա միջանցք չէ, հաստատ միջանցք է։ Լավ, չասենք միջանցք, ասենք անխոչընդոտ ճանապարհ, ինչպես որ փաստաթղթում ամրագրված է։ Մենք դեմ ենք անխոչընդոտ ճանապարհին մեր տարածքով, որևիցե այլ պետության կապ չունի, դա կլինի Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, բոլորին։ Ոչ մեկին չենք ուզում անխոչընդոտ ճանապարհ տրամադրել, ոչ մեկին։ Սա իրապես անկախ պետությունների քաղաքականությունը պետք է լինի, ու այդպես էլ կա աշխարհում, այդպես են գործում։ Ոչ մեկ իր երկրով ուղղակի ճանապարհ չի տրամադրում մեկ այլ պետության։ Մի կողմից մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ստանում է անխոչընդոտ ճանապարհ, մյուս կողմից տեսնում ենք, որ Ռուսաստանը փաստորեն մասնակցում է երկաթուղիների վերականգնման գործընթացին, եւ ստացվում է, որ Ռուսաստանը եւս մասնակցություն ունի այս գործընթացին շատ ակտիվ, բայց Ռուբեն Ռուբինյանը շարունակում է իր պնդումները, ասելով, որ նախ Ռուսաստանի մասնակցությունը այստեղ բոլորովին չկա, եւ երկրորդն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը այս գործընթացին թեև ֆիզիկական մասնակցություն չունի, բայց ունի վետո իրավունք եւ որևէ որոշում այդ ճանապարհին առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության չի կարող լինել։ Հիմա այս անձնավորությունը կարծես թե հակասում է մյուս քաղաքական գործիչների խոսքերին եւ առողջ բանականությանը եւս այս մարդու հետ մի բան չլինի հանկարծ։ Նոր մարտհամակ չի բացահայտում Ռուբյանը, որ ասում է Հայաստանը ունի վետո իրավունք։ Իհարկե Հայաստանը ունի վետո իրավունք։ Հայաստանը ինքը պետք է որոշի իր տարածքով ինչ պետք է արվի, ինչ պետք է չարվի։ Այլ բան է, որ Հայաստանի Հանրապետությունը իրենց իշխանության օրոք երբեք իր վետո իրավունքից ոչ մի հարցում չի օգտվել։ Ինքը միշտ համաձայնվել է։ Ինչպես նախորդ հարցի ժամանակ նշեցի, որ այո, Փաշինյանը միշտ համաձայնվում է ու ոչ միայն Փաշինյանը, իրենց ամբողջ թիմն ամեն ինչին համաձայնվում են։ Իրենք անհամաձայն են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Դրսից ով ինչ ասի, բոլորի հետ համաձայն են։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետությունը ունի պայմանագիր Հարավկովկասյան երկաթուղիների հետ, որ Հայաստանում ցանկացած երկաթգիծ պատկանում է իրենց։ Այսինքն ռուսական երկաթուղիներին է պատկանում ու ոչ միայն ներկայիս երկաթգծերը, այլ եթե ապագայում էլ ինչ-որ մի բան կառուցվի, այլ երկրի կողմից էլ կառուցվի, թեկուզ հայերի կողմից կառուցվի, մենք
Այդ երկաթուղիները զիջել են Ռուսաստանին։ Ու հետագայում էլ թե ինչ որ մի բան կառուցվի, դա պատկանելու է ռուսներին։ Եվ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Եռակողմ, որտեղ որ իրենք էլ ինչ որ կերպ ամրագրել են իրենց ներկայությունը այս ճանապարհների ապաշրջափակմանը։ Սրանից Հայաստանի Հանրապետությունը չի կարողանալու խուսափել, քանի դեռ իր ստորագրությունը դրա տակ է։ Հնարավոր չէ սրանից խուսափել։ Մեր քաղաքագետներ, վերլուծաբաններ, խոսացող գլուխներ բազմաթիվ փորձում են ներկայացնել, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից հետ է քաշվում, չգիտեմ, անկախանում է Ռուսաստանից, տեսակ Պուտինի հետ ոնց խոսած, դիմավորեց, չդիմավորեց, սենց ասեց, այնց ասեց Փաշինյանը, մենք դուրս ենք գալի Ռուսաստանի ազդեցությունից, ու տենց հպարտությամբ ներկայացնում են, բայց ասում են դե Ալիևի դեմ չեն կարող ինչ որ մի բան անել։ Այսինքն իրենք ներկայացնում են, որ Հայաստանի իշխանությունները կարողանում են Ռուսաստանի Դաշնության հետ հարկ եղած ձևով խոսել ու իբր թե դուրս թողնել process-ներից, բայց Ադրբեջանին չեն կարող։ Իրականում Ռուսաստանն էլ ոչինչ չեն անում։ Ու չեն էլ կարող այս տրամաբանությամբ ու այս հոգեբանությամբ իշխանությունները չեն կարող ոչ մեկին չասել։ Առավել եւս, եթե չեն կարող Ադրբեջանին ասել, Ռուսաստանը բացառվում է, որ ինչ որ մի կերպ իրեն կարող են դուրս թողնել։ Ռուսաստանը գալու է իր ստանալիքի հետևից։ Ինքը ունի այստեղ ստանալիք։ Ու դրա համար մենք առաջարկում ենք մեր տարբերակը, ոչ թե Փաշինյանի կամ մնացածի նման, ասենք գնանք խաղաղության, ինչպես օրինակ Դաշնակցությունն է ասում, այդ թրիփ կոչվածը օրինակ 74-26-ը հարմար չէ, 50-50 ավելի լավ տարբերակ է, մենք ասում ենք առհասարակ չկա այդ հարցերը քննարկելու։ Մեր միջև չլուծված հարցեր կան, մենք ինչի պետք է օրինակ Ադրբեջանին ինչ որ մի բան տանք, ինչի պետք է օգտակար լինենք Ադրբեջանին։ Մենք ունենք հայաթափված Արցախ։ Մենք 20 թվականին ստորագրել ենք, չէ՞, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը մենք համարում ենք իրապես դավաճանական փաստաթուղթ, դրա մեջ կար, չէ՞, որ մենք գնալու ենք Ստեփանակերտ, իրենք գալու են Նախիջևան։ Փոխադարձ տարբերակով։ Հիմա այդ Ստեփանակերտ գնալու տարբերակներ չկա, ինչ ենք քննարկում, ինչ ենք տալիս, ինչ ենք զիջում։ Ու խճճել են, փորձում են ներկայացնել, որ սա իբր թե Չինաստանը Եվրոպային կապող ճանապարհը ինչ որ հատվածն է, սա էլ է սուտ։ Դու մեզ կեղծ թեզեր են տալիս։ Մեր հասարակության կեղծ թեզեր են տալիս ու սրան մենք հակադրվում ենք ոչ թե խաղաղության տրամաբանությամբ, որը իրականում Հայաստանի պարտությունն է, հաղթանակի տրամաբանությամբ, որովհետև պետք է չէ ասել։ Բանակցություններում միջազգային այդ հանդիպումներ պետք է կարողանալ չէ ասել ու սեփական օրակարգը առաջ բերել, թե մեզ ինչ է ձեռ տալիս։ Մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետության սահմաններից օկուպացված տարածքներ։ Արցախից չեմ խոսում, հենց Հայաստանի Հանրապետության սահմաններից, ասենք Ջերմուկում բազմաթիվ օկուպացված տարածքներ կան։ Վարդենիսում օկուպացված տարածքներ կան։ Մենք այս մարդկանց ճանապարհ ենք տալի, որ ինչ որ մեկը կարող է իշխանավորներից կամ այդ ընդդիմությունից, ովքեր որ զուտ չափաբաժնի հետ կապված խնդիր ունեն։ Ինչ են իրենք պատրաստ համագործակցության Ադրբեջանի հետ։ Կամ օրինակ Արցախի հարցով էլ ինչ են բոլորը լռում։ Մեր այսօրվա դիմությունն էլ չէ, ասենք ժամանակին իշխանություն է եղել։ 100,000-ներով մարդիկ գնացել են Արցախում ծառայել են։ Այդ մարդկանց արած ծառայությունը, թե զինվորներ, թե սպաներ, բազմաթիվ մեր ընկերներ, եղբայրներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ զոհվել են, իրենց կյանքն են տվել։ Ու իրենց նախկին իշխանությունների եւ ներկայիս իշխանությունների օրոք այդ բոլորը տեղի ունեցել։ Բոլորն է դրա մասնակից են եղել։ Հիմա որ իրենց հարցնենք, բա եթե դուք բան չունեք հիմա խոսալու, բա այն ժամանակ ինչի եք ասում, որ մենք ենք, ինչի եք իշխանության մաս կազմում, ինչի եք տանում մարդկանց պատերազմ, Արցախ, եթե դա դուք համարել եք սխալ։ Դուք եղած համակարգը բոլորով համարում են սա սխալ։ Սրանից բոլորով հրաժարվում են։ Դրա համար պետք է իրենք հրաժարվեն առհասարակ այսօր քաղաքականությանը մասնակցելուց։ Ու այն մարդիկ, ովքեր որ ժամանակին տեր են կանգնել, ժամանակին պայքարել են, չեն հանձնվում, այդ մարդիկ պետք է Հայաստանում քաղաքական վերնախավ լինեն, որովհետև իրենք պատրաստ են տերը լինելու, իրենք պատրաստ են պատասխանատվություն վերցնելու։ Դե ասում են ոտները, որ վերմակի չափով մեկնեք բան։ Իրենց վերմակն ու մերը տարբեր են։ Դա իրենք թող իրենց վերմակի չափով մեկնեն։ Այս շաբաթ մեր երկրում օճառի պաշարները բավականին նվազեցին։
Ալեն Սիմոնյանն ու Վահագն Խաչատուրյանը բավականին աշխատեցին այդ ուղղությամբ։ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն էր հայտնում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին ի օգուտ իրենց կուսակցության մեր երկրի ներքին քաղաքական կյանքի միջամտելու համար։ Իսկ Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևին շնորհակալություն էր հայտնում խաղաղության հաստատման համար։ Նա Փաշինյանին եւս չմոռացավ նշել։ Նախ հարցը, թե ինչու են մեր քաղաքական գործիչները ընտրել այսպիսի դիվանագիտական լեզու, որովհետև մենք առաջին հանրապետության օրինակով հիշում ենք, որ Թուրքիայի հետ նման դիվանագիտական լեզուն մեզ չի օգնում։ Այն ժամանակ եւս այսպիսի լեզու էր, այն ժամանակ եւս մեր քաղաքական գործիչները գնում էին Թուրքիա, ինչ որ իրենց քաղաքական գործիչների գերեզմաններին խոնարհվում էին, իրենց շնորհակալություն էին ասում, բայց դա չփրկեց մեզ։ Մեր պետությունը ընտրել նորից նույն ուղին մեր քաղաքական գործիչները եւ ըստ էության թուրքերը գործնական մարդիկ են, երբ հարցը վերաբերում է հայկական հարցին։ Այս դիվանագիտական լեզուն միգուցե նրանց համար ինչ-որ անձնական հարցեր է լուծում։ Առհասարակ քստանքի լեզուն որևիցե այդտեղ հաջողություն չի բերում, եւ թուրքերի հետ պարագայում էլ հաջողության չի բերելու։ Երբ որ իրենք այս տիպի քծնում են, բնականաբար թուրքերն էլ հիմար չեն, հասկանում են, թե ինչի են օրինակ հայ իշխանավորները քծնում թուրք իշխանավորներին, որովհետեւ թույլ են։ Իրենք իրենց թույլ են զգում, իսկ թույլերի հետ հավասարի չեն խոսում։ Թույլերից միշտ ստանում են։ Ու հայտարարություններ առհասարակ, հա, եւ Ալեն Սիմոնյանի եւ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունները ես ամաչում եմ, օրինակ, որ Հայաստանի Հանրապետության նախագահան խոնար հարսի պես ծամածրվելով, չգիտեմ, խունջիկ լամիժ լինելով, դե Վահագն Խաչատուրյանից ուրիշ բան սպասելի չի, բայց Ալիևի շնորհակալություններ էր հայտնում, չգիտեմ, քիչ էր մնում աչը համբուր էր։ Ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության նախագահան գնա ու ասի, հա, շնորհակալություն, որ դուք խաղաղության եք գնում, ինչ խաղաղություն։ Նախ չկա խաղաղություն, հա։ 26 թիվն ենք ասել, 21 թվի վերջում իրենք ասում են, որ խաղաղություն պետք է լինի, արդեն 26 թիվն է։ Այդ խաղաղությունը չի լինելու։ Ադրբեջանը միշտ փորձել է ավելին ստանալ, իսկ Ալեն Սիմոնյանն էլ, հա, իր սեփական քաղաքական թիմի կյանքը երկարացնելու համար ամեն կերպի շնորհակալություն կհայտնի, որովհետև իրենք հասկանում են, որ այն պայից սկսած, երբ որ իրենք իշխանություն չեն լինի, իրենց այլ բան է սպասվում։ Իրենց սպասվում է դատարաններ, իրենց սպասվում է ծանր պատիժներ, դրա համար ամեն կերպ շնորհակալություն են հայտնելու։ Մենք տեսնում ենք, որ մեր երկրի ներքին քաղաքական կյանքին շարունակաբար միջամտում են հարևան պետությունները եւ կարծես թե Իրանի ներկայացուցիչները եւս սկսել են աշխատել այս ուղղությամբ։ Օրեր առաջ, երբ Իրանի դեսպանը դժգոհություն էր հայտնում, որ իրենց դեսպանատան առաջ իրենց քաղաքացիները բողոքի ցույցեր էին անում, եւ ասում էր, որ Իրանում տպավորություն է ստեղծում, թե Հայաստանը թշնամական ուժերի հավաքի կենտրոնն է դառնում։ Այս օրերին Հայաստանի իշխանությունները կարծես թե վախենալով այդ հայտարարությունից այլևս թույլ չեն տալիս իրանցիներին բողոքի ցույցեր իրականացնել իրենց դեսպանատան առջև։ Սա արդյոք այդ հայտարարության հետևանքն է իսկապես, թե ինչ որ բան ես բաց եմ թողում, եւ սա ինչպիսին է ցույց տալիս մեր պետության դեմքը։ Մեզ համար ընդունելի է սա։ Սա այն նույն բանն է, երբ որ նշեցի, որ մեր իշխանությունները չեն կարողանում չի ասել։ Թրամփը ասում է, Թրամփին համաձայնվում են։ Հիմա Թրամփի հակառակորդ ուժերը, հա, ովքեր որ Իրանի այսօրվա ղեկավարությունն են, նրանք էլ են ինչ-որ մի բան ասում, Փաշինյանը նրանց էլ է հա ասում։ Ասենք ամենաաբսուրդն է, որ իրար հակադիր ուժերի էլ է Փաշինյանը բոլորին հաճոյանում ասում է հարց չկա։ Ուզում միաժամանակ հաճոյանալու ցանկություն։ Ինձ ձեր մի տվեք, ասեք ինչա պետք, խնդիր չկա։ Սա այլ բանի մասին չի խոսում, նենց չի որ Փաշինյանը նստել է երկար մտածել է, այ ինչ տիպի պատասխան տան կամ ոնց խոսենք օրինակ Իրանի հետ, չէ, ասել է Իրանից բան են ասում, ասեք հարց չկա, խնդիր չկա։ Այսպես է պետք, այսպես կանենք, կցարենք ցույցը։ Ցույցը լավ ենք։ Արտաքին քաղաքական փափկության ֆոնին, ինչպես մենք հիշում ենք, շարունակվում են բռնությունները Հայաստանի ներսում, այսպես ՊՊՑ աշխատակիցները լրագրողներին, որոշ լրագրողների ուժով դուրս էին բերել խորհրդային տարածքից, եւ կարծես թե այս առումով մեր իշխանությունները վերադառնում են հին բարի ավանդույթներին, բայց չէ որ նրանք եկել էին այլ սկզբունքներով, ազատության, դեմոկրատիայի սկզբունքներով։ Փաշինյանը եկել էր իրապես ժողովրդի աջակցությամբ, բայց գնալով ինքը ժողովրդից օտարվեց, որովհետև ընդդեմ ժողովրդի սկսեց գործել, երբ որ սկսեց պարտությունը հաղթանակ ձևակերպել, երբ որ սկսեց ամեն ինչը զիջել ու դրա տակից դուրս գալ, ինքը հասկացավ, որ ինքը այլևս օտարված է ժողովրդից
ու ժողովրդին սկսեց փոխարինել ուժայիններով։ Այսինքն այս բային Փաշինյանը ունի իշխանություն, որը հենված է ոչ թե ժողովրդական աջակցությամբ, այլ հենված է ուժայինների վրա։ Դրա համար ինքը ուժայինների աշխատավարձներն է բարձրացնում, նոր համակարգեր է ստեղծում, այդ գվարդիան ստեղծեց, չգիտեմ, փոփոխություններ է իրականացնում ու ինքն իր համար հենարան է տեսնում ուժայիններին։ Մենք սկզբունքորեն դեմ չենք, որ որևէ մեկի աշխատավարձը բարձրանա, բայց ոչ այլ խավերի հաշվին։ Հա, այդ միանշանակ, բայց ասեմ որ Փաշինյանը ինքը ուժայինների միջոցով փորձելու է ամեն ինչ անել։ Այս պահին շատ դեպքերում նույնիսկ հիմնավորումներ չեն դրվում, օրինակ մարդկանց երբ որ տանում են 3 ժամով են պահում, 6 ժամով են պահում կամ 3 օրով կամ 1 ամսով, 2 ամսով կալանք են տալիս, հետո ասում են դե բան չբացահայտվեց, բաց են թողնում, ում երբ ուզեն, ոնց ուզեն փակում են։ Ու ինչը իրենց դուր չի գալիս, իրենք դա փորձում են լրացնել։ Սա դեռ ծաղիկներն է։ Մենք գնալով նմանվելու ենք ավելի տոտալիտար համակարգի։ Նմանվելու ենք օրինակ Ադրբեջանին, որտեղ որ այլակարգություն, այլախոհությունը դատապարտվելու է։ Դե չի ծաղիկին բաներ են սովորում մարդիկ։ Իդեպ դրա վառ օրինակներից է օրինակ վերջերս Չարենցավանում տեղացած դեպքը, երբ որ մարդիկ փորձել էին Փաշինյանի գալու ժամանակ ակցիա իրականացնել, այդ մարդկանց տարել էին բաժին, փորձել էին կասկածել են իբր թե զենք, զինամթերք ունեն, պահում են, չգիտեմ ինչ անում, բայց երբ որ Փաշինյանը Չարենցավանից գնացել էր, արդեն այդ մարդկանց ազատ են արձակել, ասել են, որ չկար, չենք հայտնաբերել զենք, զինամթերք, սա ուղղակի առիթ է, այսինքն ցանկացած մեկի վրա կարող են ասել կասկածում են, որ դու զենք ունես անօրինական կամ չգիտեմ թմրանյութերի շրջանառությամբ ես զբաղվում, տանեն ստուգեն հասկանա, որ բան չկա, բայց դրա պատճառով կարող են օրինակ մարդուն մինչև մի քանի ամսով կալանավորել։ Հետո ասել դե կներեք չբացահայտվեց, սխալվել ենք, սխալ ահազանգ էր, սխալ ինֆորմացիա էր։ Ընդհանրապես Չարենցավանում շատ լավ էին պատրաստվել, որոշ աշխատողներ կոմունալ ծառայությունների բողոքում էին, որ իրենց ամբողջ գիշեր ստիպել են ձյունը մաքրել վարչապետ Փաշինյանի ժամանման ընթരാճ։ Սա էլ է էլի դիկտատորական համակարգերին է բնորոշ։ Ասենք ձյունը պետք է մաքրվի բոլոր տեղերում նորմալ Եվ աշխատանքի ժամին ամենակարևորը։ Վարչապետ Փաշինյանն ասում է, որ այսուհետև լկտիացած օլիգարխների ոտքերը կարող է ջարդել ինքը։ Հարցն այսպեսին է. արդյոք լկտիացած, ենթադրյալ լկտիացած օլիգարխների հետ ըստ օրենքի խոսել չի կարելի։ Փաշինյանը կարծում եմ ըստ օրենքի չէ, ըստ պայմանավորվածության է խոսում, ինքը բազմաթիվ օլիգարխներ։ Իսկ ոտքերը ջարդել է ինչ որ իրավաբանական կատեգորիա է։ Պայմանավորվի։ Չէ, ինքը ցույց է տալիս, որ ես եմ որոշողը, կանչում է, խոսում է, զրուցում է, ինչպես հայտնի մարդն էր ասում, չէ, որ ասում է շատ շնորհքով ներխուժեցին։ Այդ շատ շնորհքով պայմանավորվում են։ Փաշինյանը շատ շնորհքով պայմանավորում են նման կերպ, այսինքն ներխուժել երբ որ շատ շնորհքով էր, հիմա էլ տենց օլիգարխների ինքը տոնով է խոսում։ Բայց սա մի օրում չի ձևավորվել։ Այդ օլիգարխները մենք գիտենք ում մասն է խոսք, բայց այդ օլիգարխները ժամանակին 20 թվականի պատերազմից հետո գնում էին պայմանավորվում էին Փաշինյանի հետ։ Մենք դա էլ ենք տեսել։ Ադրբեջանի հետ բացառիկ համագործակցության շրջանակներում վարչապետ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էլեկտրոսանցերը պետք է միավորվեն։ Էներգետիկ համակարգերը։ Ինչի համար է սա արվում։ Նախ այս հարցին ավելի մանրամասն կցանկանամ անդրադառնալ, երբ որ առաջի այդ խմբականակը եկավ բենզինի, մենք այդ ժամանակ էլ անդրադարձանք այս հարցին, որ սա նախաբանն է։ Բենզինը հիմնական թեման չէ, բենզինը մեռնող բիզնես է։ Այս 21-րդ տարում մեռնող բիզնես է, բայց սա ուղղակի ներվ է ստուգում, որպեսզի ավելի խորը համագործակցության գնան։ Հիմա մեծ լսողներին ասեմ, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգը մի քանի հիմնական բաղադրիչներից է կազմված։ Համար մեկը դա ատոմակայանն է։ Ու իմիջայլոց Վահագն Խաչատուրյանը Դավոսում այսօր հայտարարել է, որ շնորհակալություն ԵՄ ինչ որ պատվիրակությանը շնորհակալություն հայտնել, որ աջակցում են, որպեսզի Հայաստանը անցում կատարի դեպի վերականգնվող էներգիա, այսինքն այդ արևային պանելներ կոչվածներին։ Բայց այս արևային պանելներ կոչվածները Հայաստանում համատարած են դարձնում ու պետության կողմից սուբսիդավորվում են, նաև Եվրամիության կողմից աջակցություն է ստանում գումարների տեսքով, որ պետությունը կարողանա սուբսիդավորել, որպեսզի Հայաստանի էներգիայի պաշարները, այդ սպառվող էներգիայի պաշարները մենք կարողանանք դրանով արտադրել ու ատոմակայանից հրաժարվել։ Ինչը Հայաստանին մի քանի քայլով եւս հետ է գցել, որովհետեւ այս պայն աշխարհում կան 47 երկիր, ովքեր որ ատոմակայան ունեն, դրանցից մեկը Հայաստանն է։
Հայաստանի ստատուսը այդ առումով բարձր է։ Տարածաշրջանում միայն Հայաստանի Հանրապետությունն ունի, Թուրքիան չունի, Իրանը չունի, Վրաստանը չունի, Ադրբեջանը չունի։ Մեր որպես պետություն ազդեցություն ունենալու կարևոր կետերից մեկն էլ հենց ատոմային երկիր լինելն է։ Մեզ փորձում են այս ակումբից դուրս մղել։ Այսինքն ասել մենք ձեր էներգիան կապահովենք, դուք դուրս եկեք։ Մենք այս խնդրի առաջ կանգնել ենք նաև 90-ականներին։ Հիմա շարունակեմ ասել երկրորդ հանգամանքը։ Մենք էներգիա ենք ստանում նաև գազից։ Երբ որ ջերմաէլեկտրակայաններ եւ ուղիղ գազի սպառման տեսքով էներգիա ենք ստանում, այսինքն մի դեպքում էլեկտրաէներգիա, մյուս դեպքում գազը զուտ որպես վառելիք, թե մեքենաների համար, թե տներում ջերուցման համար։ Այս գազը այս պահին գալիս է Ռուսաստանից, բայց երբ որ ասում են Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը պետք է միավորել, հաջորդիվ գալիս է որ գազն էլ միգուցե Ադրբեջանից մենք սկսենք գնել։ Ու Ադրբեջանը այդքան գազ չունի, ուղղակի Ադրբեջանը որ բոլորին կարողանա մատակարարել, բայց մեր պահանջները նախ կարող են բավարարել, երկրորդն էլ ինքը Կասպիան երկրների այդ գազը կարողանում է իր տարածքով փոխանցել այլ երկրների։ Ինքը որպես հաբ այդ դերը կատարում է այս պահին։ Ինքն էլ իրեն ապահովագրել է հենց այս հանգամանքով։ Երբ որ մեր գազն էլ կախված կլինի Ադրբեջանից, հա, այսինքն նաև էլեկտրաէներգիայի մի մասը, ու մենք էներգիա ենք ստանում նաև գետերից, երբ որ այդ հեկերն են կառուցում, բայց դա այդքան էլ մեծ քանակ չի։ Մենք փորձելու ենք գազով ու վերականգնող էներգիայով դա փոխարինել։ Ու իմ մոտ բնականից հարց է առաջանում այս հեցի հետ կապված դեպքերը, երբ որ պետությունը վերցրեց ու հիմա էլ ասում է պետք է վաճառենք, ում են վաճառելու։ Միգուցե ադրբեջանական այդ էներգետիկ համակարգին են վաճառելու այդ կազմակերպություններին ու Հայաստանը ուղիղ կապվածության մեջ է հայտնվելու Ադրբեջանից։ Երբ որ սովետական միությունը փլուզվում էր, ավակ սերունդը քեշի մեր սերունդն էլ որոշակի կերպով դրա մասն է եղել, երբ որ մութ ու ցուրտ տարիների մասն են խոսում։ Ինչից էր այդ մութ ու ցուրտ տարիները, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը մեկ էին։ Ու Ադրբեջանը որոշել էր, որ մենք էներգիա պիտի չունենանք։ Հովհարային անջատումներ էին, անընդհատ խնդիրներ, գազ չկար, լույս չկար ու ցանկացած պահի, այսինքն մեր էներգետիկ անվտանգությունը զիջելով Ադրբեջանին ստեղծելով մեկ համակարգ, իսկ մենք ինքներս էներգիա արտադրող չենք բացառության պատոմականի, որը որ այսօրվա իշխանությունները ամեն ինչ անում են որպեսզի փակեն, մենք կախված ենք լինելու Ադրբեջանից ամեն ինչով։ Այսինքն մենք չենք կարողանալ այստեղ արտադրություն կազմակերպել, որովհետև թանկ է լինելու էներգիան, մենք չենք կարողանալու որևիցե մի բան անել, ու սա դառնալու է, որ Ադրբեջանը մեր վրա գերիշխանություն ունի, ոչ թե այնպիսին է, ինչպիսին այսօր է, ուղղակի իշխանություն, այլ գերիշխանություն է հաստատելու։ Ու դրա համար մի քանի տարի էլ մեր պետության իշխանությունները կարող են արտաքին պարտներ գրավել, չգիտեմ, փորձել արհեստականորեն տնտեսական ակտիվություն ապահովել, բայց սրա վերջը աղետ է լինելու, սրա վերջը շատ վատ է լինելու։ 80-ականներին, երբ որ լի կյանք է եղել Հայաստանում ու դրանից հետո 90-ականները ծայրահեղ ծանր վիճակ է ստեղծվել Հայաստանում, նույն բանն է լինելու։ Դրա համար ենք ասում, որ մենք չենք հավատում, չենք ցանկանում ու պատրաստ չենք Ադրբեջանի հետ նման հարցերով երկխոսելու։ Չկա խաղաղություն, բայց էներգետիկ համակարգ են իրեն ընդհանուր դարձնում։ Ադրբեջանը մեր նկատմամբ թշնամաբար է տրամադրված, մենք էներգետիկ համակարգ ենք զիջում։ Ու նաև մեզ լսողներին կցանկանամ ասել, որ 26 թվականի այս տարվա ընտրություններին, երբ որ կգնաք ձայն տալու, հիշեք սա, որ դուք ձայն եք տալու օրինակ Հայաստանի կամ ադրբեջանացմանը կամ անկախացմանը։ Մեր այսօրվա իշխանությունները Հայաստան տանում են ադրբեջանացման։ Հիշեք 90-ականների մութ ու ցուրտը հիշեք, դուք դրան եք ձայն տալու, եթե գնաք ընտրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, դուք ընտրելու եք մութ ու ցուրտը։ Սա ուղղակի գովազն է։ Ձեզ խաբում են, բոլորին խաբում են։ Լավ կյանք չի լինելու, դժվարություններ լինելու։ Տարբերությամբ, որովհետև մութ-ցուրտի ժամանակ գիտեինք, որ պատերազմը ու բոլոր ռեսուրսները կենտրոնացված էին մեր հաղթանակի համար։ Իսկ հիմա ընդհակառակը, հիմա ինձ թվում է պետք է հիշեն Արցախի այս վերջի պահը, երբ որ Մինտիրը իրանց ձեռն էր Շուշիում, երկուտում բացում, երկուտում փակում են։ Կամ Արցախի դեպքը 9 ամիս շրջափակման մեջ պայծին, հիմա մեզ հետ է սպասվում, երբ որ քաղաքացիական պայմանագիրը կհաղթի, մեզ սպասվում է աղետ։ Այս սա իսկապես աղետ է լինելու, ոչ թե խաղաղություն, այլ ցուրտ, մութ, չգիտեմ, միգուցե նաև կոտորածներ ու դա լինելու է աղետ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ասում էր,
պատերազմ, հա, չէ, պատերազմը չի մութուցուտ, պատերազմը չի աղետը, կոտորած, այդ իրենց ասած խաղաղությունն է։ Իսկ պատերազմը իրականում հաղթանակը չի կարող բերել աղետի, որովհետև մենք օրինակ 90-ականներին դիմադրեցինք, հաղթեցինք, ու դրանից հետո կյանքը սկսեց լավանալ։ Չի կարող պարտության հիմքով ու քո էներգետիկ անվտանգությունը զիջելով, քո ճանապարհները զիջելով, չես կարող ունենալ բարեկեցիկ ապագա։ Ընդ որում ատոմակայանի թեմայով քննարկումները ծավալում են միևնույն քաղաքական թիմի անդամները, ինչ որ ժամանակին 80-ականներին էին քննարկում։ Այդ մարդկանց հոգեզավակներն են, որ նպատակ ունեն փակելու այդ կառույցը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը իսկապես զարմացած է, ասում է, ինչու եք զարմացել, որ պետական պարտքն աճում է, ասում է, ինչ որ մի հատ գումար փոխարինվել է մեկ այլ գումարով, սա կատակ չէ, այդ մարդը հենց այդպես է ասում, ասում է, ինչ որ մի հատ գումար փոխարինվել մեկ այլ գումարով, դուք պիտի չանհանգստանաք, ասում է, պետություն գիտեն, որ $1 տրիլիոն պարտք ունի, հավանաբար Միացյալ Նահանգների հետ է մեզ համատում։ Իսկապես կարիք կան հանգստանալու այդ թվերով, ինչ որ երկարել թվեր են, երևի այդ տղեն էլ չգիտի ինչ թվեր են։ Կատակություն է։ Եթե սա ասել, ասում մի հատ անգրագետ ինչ որ մեկը, որը ոչ պաշտոն ունի, ոչ ինչ որ դիրք է զբաղեցնում, կասենք, հա, դե մարդը անմեղսունակ է, ինչ որ բաներ է խոսում։ Բավ անհանգստանա։ Մենք բոլորս ենք, չէ՞, պարտքը սպասարկում։ Դրա դիմաց մենք պետք է ինչ որ բաներ ունենայինք, որը որ չունենք։ Մենք չունենք անվտանգություն, մենք էներգետիկ համակարգը պատրաստում ենք զիջել Ադրբեջանին, ու ասում ենք պետք չի անհանգստանալ։ Ադրբեջանը հայցեր է ներկայացնում ընդդեմ Հայաստանի, որ ռազմատուգանքներ Հայաստանը սկսի վճարել, մենք ասում ենք պետք չի անհանգստանալ։ Իրենք իրենց մասով չեն անհանգստանալ, որովհետև միգուցե իրենք իրենց տեղն արդեն ապահովել են, չգիտեմ, Բաքվում կամ Ստամբուլում կամ Մոսկվայում միգուցե, չգիտեմ, ինչ որ միտեղ ապահովել են իրենք, ապահով կարող են թողնել Հայաստանը գնալ լրիվությամբ հանձնելուց հետո, բայց իրապես անհանգստանալու բան կա։ Դրա համար հարգելի հայրենակիցներ առաջարկում եմ, որ միանակ մարտական եղբայրություն միաբանության կողմից ստեղծվելիք ազգային հեղափոխություն կուսակցությանը փորձենք միասին ստեղծենք այդ կուսակցությունը ու փորձենք մասնակցել ու առաջարկություն անել մեր հանրությանը, որ դուք ընտրեք կամ հաղթանակը կամ պարտությունը։ Մենք ասում ենք, որ դաշտում գործող բոլոր կուսակցությունները այս պահին, բոլոր ակտիվ կուսակցությունները իրենք սպասարկում են խաղաղություն, այսինքն Հայաստանի Հանրապետության պարտություն։ Մենք այլ բան ենք առաջարկում։ Ու ոչ թե ուղղակի կենացներ ենք ասում, ոչ թե դեմով ենք հանդես գալիս, ոչ թե, չգիտեմ, մերժում ենք ինչ-որ մեկին, այլ հակառակը մենք առաջարկում ենք այլընտրանք, առաջարկում ենք, թե ինչ պետք է անենք, այդ ինչը ոնց պետք է անենք ու դրա համար գլխավոր նպատակն ենք հռչակում, որ մեր համար գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության անկախությունն է եւ հաջորդի անվտանգությունը արդեն։ Ամեն դեպքում վերադառնալով նախորդ հարցին, ինչ վտանգներով է հղի պետական պարտքի այսքան ահագնացող ավելացումը։ Եթե պետական պարտքը աճում է, բայց օրինակ պետական պարտք հնա հարաբերակցություն կա, դա ճիշտ համաչափությամբ չի աճում, իսկ մեր մոտ ճիշտ չի, որովհետեւ մենք այսօր հիմնական ներմուծում արտահանման վրա ենք նստած, շահում ենք օրինակ ռուս-ուկրաինական պատերազմից, Ռուսաստանը ինչ-որ բաներ են արտահանում, բայց մեծ հաշվով մեր ստեղծած արդյունքը չի ավելացել։ Սա այդ պարտքը մենք ներգրավում ենք Համաշխարհային բանկից, Առույթի միջազգային հիմնադրամից, մեր պետությունը գումարներ է ներգրավում։ Ու պետությանը, ինչպես եւ սովորական քաղաքացիները գնում են վարկ վերցնելու, տարբեր տոկոսադրույքներ կան ըստ հուսալիությունից, անհուսալիությունից, մարդիկ ինչքան են վստահել, ինչքան չէ, նույն ձև պետություններն են։ Մեր պետությունը եւ պորանթը գումարներ է վերցնում, բայց իրական հնան չի աճում։ Այդ միջազգային կազմակերպությունները մեզ սկսում են փողը թանկ գնով տալ։ Երբ որ փողը թանկ գնով են տալիս կենտրոնական բանկին, կենտրոնական բանկն իր հերթին տալիս է այլ բանկերի ավելի բարձր տոկոսով, որովհետեւ կարողանա այդ պարտքը փակել։ Բանկերն էլ իրենց հերթին այդ գումարները ավելի թանկ գնով են սկսում քաղաքացիների վրա վաճառել, այսինքն վարկեր տալ։ Դա կլինի հիպոթեքի տեսքով, դա կլինի սպառողական վարկերի, բիզնես վարկերի տեսքով, ավտովարկերի, ցանկացած այդ վարկեր սկսում են տոկոսները բարձրանալ։ Լսած կլինեն մարդիկ, որ ասում են օրինակ Ամերիկայում վարկերի տոկոսը ցածր է, որովհետև Ամերիկան հուսալի երկիր է, Ամերիկայում վարկերի տոկոսները ցածր են, կամ եվրոպական երկրներում այդ վարկերի տոկոսները ցածր են։ Ինչքան պետությունը հուսալի է, իսկ հուսալիությունը մի քանի բանով է պայմանավորված։ Անվտանգությունը արտաքին եւ ներքին, ինչ Հայաստանի Հանրապետությունը այս բանին չունի։ Երկրորդը այդ հնայի աճն է, էներգետիկ անկախությունն է, էներգետիկ անվտանգությունն է ու նման հանգամանքներով կախված է
ժողովրդավարությունն է, նաև այս բոլոր հանգամանքներից կախված է պետությունը հուսալի է, թե հուսալի չէ։ Այդ պետությունը ի վիճակի կլինի այդ գումարները երկարաժամկետում փակել, թե այդ պետությանը ստիպենք, որ ինքը կարճաժամկետում փակի կամ տոկոսներ այնպեսին դնենք, որ մենք կարճաժամկետում մեր գումարները հետ վերցնենք, մի բան հետագայում կարողանանք այդ պետությունից էլի ինչ-որ բաներ ստանալ։ Մենք այս պահին հուսալի երկիր չենք, հուսալի գործընկեր չենք այդ նման կազմակերպությունների համար, համաշխարհային բանկի համար հուսալի չենք։ Ու մեր ցանկակը իջնելու է, ավելի է իջնելու, մեր վարկերի տոկոսներն ավելի են բարձրանալու ու այս փուչիկը մի օր պայթելու է։ Ֆինանսների նախարարը նաև Ալեն Սիմոնյանը չմոռաց անցյալ շաբաթ շեշտել, որ պաշտոնյաները, որոնք զբաղված են թոշակառուների կենսաթոշակը բարձրացնելով, պետք է իրենք եւս լավ վարձատրվեն, չէ՞ որ այդքան մեծ աշխատանք են կատարում։ Պաշտոնյաները իրենք իրենց ուռճացված են, գերագնահատված են զգում, իսկ իրականում մեծ մարդկանց կենսագրություններ, երբ որ նայում ենք, իրենցից շատ քչերն են, որ կյանքում կարող է մի քանի 100,000 դրամ ինչ-որ միտեղ աշխատել, գնալ խոսքի գործի, փորձել վաստակել կամ ինչ-որ գործարարությամբ զբաղվել։ Կան նման մարդիկ էլ կան իրենց մոտ, բայց հիմնական մասը ասենք կյանքում ոչինչի չհասած, ոչինչ չունեցած, ոչ մի տեղ, ոչ մի բանով աչքի չընկած մարդիկ են, այս բանն էլ ոչ մի կերպ աչքի չեն ընկնում, ուղղակի գլխով են անում, համաձայնվում ու թաշկինակի պես ծառայում են Փաշինյանին։ Այս մարդկանց հիմնական շնորհքը էս է եղել ու ափսոս են այն գումարները, որոնք մեր պետության կողմից տրամադրվում են այդ մարդկանց որպես փալաս։ Այսինքն իրենք փալասի պես աշխատում են Փաշինյանին ու դրա համար բարձրատրվում են։ Լոյալության համար է։ Չկա մի հատ գործ, որ ասենք այսա լավ են արել, սրա համար այս թող վայելի հալալ է այս գումարը գնաց աղսի։ Միանգամից երկու քաղաքական տիտաններ, վարչապետ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը ստացել են Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։ Վարչապետ Փաշինյանը ուրախությամբ շեշտում է, որ նա այս մրցանակը կիսում է Իլհամ Ալիևի հետ։ Փաշինյանն իրոք մեծ ներդրում ունի այս խաղաղության այս գործընթացի մեջ։ Ինչ խաղաղություն։ Ես զարմանում եմ իրենց ինչի համար են մրցանակը տվել ու զարմանում եմ ինչ խաղաղության մասն է խոսքը։ Հիշեցնում եմ Ջերմուկում ադրբեջանական զորքեր են նստած։ Հայաստանում 37 եւ ավել բարձունքներ գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ։ Ինչ խաղաղություն։ Դե ասում են թե կարևորը սպանություններ չկա։ Չէ։ Ոչինչ հեշտ չի։ Դրանք բոլորը կարևոր են։ Արցախը հայաթափված է, ինչ խաղաղության մասն է խոսքը։ Ադրբեջանը պահանջներ են ներկայացնում։ Ադրբեջանի պարլամենտում գործում է հանձնաժողով, որը որ կոչվում է Արևմտյան Ադրբեջանի, չգիտեմ ինչ։ Ադրբեջանում գործում է հեռուստաընկերություն Արևմտյան Ադրբեջան անունով։ Ադրբեջանը պահանջներ են ներկայացնում անընդհատ։ Ինչ խաղաղության մասն է խոսքը։ Իսկ միգուցե սրա պատճառն այն է, որ մեր քաղաքական գործիչները անդադ շնորհակալություն են ասում եւ միջազգային կազմակերպությունները կարծում են, թե ամեն ինչ իրոք հարթ է։ Աշխարհը ամեն ինչը լավ տեսնում է։ Ուղղակի տեսնում է, որ օրինակ Հայաստանի կողմից դիմադրություն չկա, Հայաստանը պատրաստ է ինտեգրվել Ադրբեջանի հետ մեկ պետության կամ չգիտեմ մեկ միավորի մեջ ու ինքն էլ ոնց է չափում աշխարհը։ Ասում է ընտրությունները մարդիկ գնում են, ընտրում են այս իշխանության, ուրեմն հայ ժողովուրդը համաձայն է սրա հետ։ Դրա համար պետք է հայ ժողովուրդը դուրս գա ու գնա օրինակ ընտրության ժամանակ իր քվեն տա այլ տարբերակ առաջարկողներին, ովքեր որ չեն ցանկանում ինտեգրվել Ադրբեջանի հետ որևիցե միտեղ, ովքեր որ չեն հավատում խաղաղությանը, որովհետև սա խաղաղություն չի, սա Հայաստանի խաղաղեցում է։ Ադրբեջանը փորձում է Հայաստանին խաղաղեցնել, ինչպես խաղաղեցրեց Արցախը։ Աշխարհն էլ գնահատականը տալիս է ըստ հայ ժողովրդի կատարած ընտրության։ Աշխարհից պետք չի նեղանալ, պետք չի զարմանալ, որ աշխարհը այդպես է գնահատում, որովհետև մենք պետք է մեր մեջ փնտրենք այդ խնդիրները։ Աշխարհը շատ արդար է։ Աշխարհը ուժային աշխարհ է։ Ուժեղների հետ են խոսում, ուժեղներին են հարգում։ Դիմադրողներին, պայքարողներին են հարգում։ Մենք չպետք է նեղանանք աշխարհից։ Մենք պետք է ընդունենք խաղի այդ կանոնները ու փորձենք մենք էլ մասը լինել։ Մենք էլ փորձենք դիմադրել։ Մենք էլ փորձենք պայքարել, որպեսզի այս արևի տակ մեր տեղ ունենանք։ Աշխարհում բազմաթիվ ազգեր կան, երևի հազարներով, որ պետություն չունեն։ Մեզ հասել է այս պետությունը, մենք պետք է սա ամեն գնով պահպանենք։ Մինչ Դավոսում տեղի էր ունենում տնտեսական ֆորումը 2026 թվականի Փաշինյանը առաջին օրերին չգնաց այնտեղ
եւ ըստ երևույթին նա ավելի կարևոր հանդիպում ուներ։ Այս հանդիպումը ռուս գործարար, ասում են ռուս օլիգարխ Եվտուշենկովի հետ էր եւ ըստ որոշ տեղեկությունների դեռևս իշխանության կողմից չհաստատված այս գործարարը եկել էր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը գնելու նպատակով։ Իսկ ԿՓ-ն սովորաբար մեղադրում է նախորդ իշխանություններին, որ նրանք գույք պարտքի դիմաց գործարքների շրջանակներում որոշ հայկական կառույցներ զիջել Ռուսաստանին եւ այլն։ Եվ ԿՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ուղղվեց այս հարցը, մարդուն հարցրեցին, թե եթե դուք դեմ եք այս սկզբունքին, ինչու եք դուք գնում նույն ուղով։ Նա ասում է, որ մենք սկզբունքորեն դեմ չենք Ռուսաստանին վաճառելու բոլոր այն օբյեկտները, որոնք վաճառքի ենթակա են, ասում են մենք նկատի ենք ունեցել միայն գույք պարտքի դիմաց գործարքները։ Համոզե չէ թվում ձեզ այս պատասխանը։ Ինչ է նշանակում գույք պարտքի դիմաց, այսինքն սկզբից փողն են վերցրել, հետո պարկը փակելու համար գույքով են հատուցել, հիմա ասում է սկզբից գույքը տանք, հետո փողը տվեք։ Նույն բանն է մեծ հաշվով։ Իրենք օրինակ պետք է շնորհակալություն հայտնեն ժամանակի Քոչարյանը, որ ամբողջությամբ օրինակ չի վաճառել այդ հայտնի Մերկելյան ինստիտուտը, դրա մի մասն է գույք պարտքի դիմաց իջել ռուսներին, իրենց էլ է փայ թողել, իրենք էլ են վաճառել։ Դե ասում են ամբողջությամբ վաճառվել է, հետո մի կեսը իրանք հետ են բերել, հետո նորից վաճառեն, չգիտեմ, այսինքն դա Քոչարյանը իրենց համար խութեր է թողել, որպեսզի իրենք կարողանան եւս մեկ անգամ վաճառել, բայց այստեղ է երևում, որ իրենք բոլորով նույն տրամաբանության մեջ են գործում, երբ որ մենք ասում ենք Քոչարյանն ու Փաշինյանը նույն տրամաբանությամբ են գործում, նույն մեթոդաբանություն ունեն, նույն տեղն են սովորել, թե ինչպես պետք է վարել Հայաստանի քաղաքականությունը, բայց ասում են այդպես չի, նույն բանն են անում։ Հարգելի մեզ լսողներ, Քոչարյանը, Փաշինյանը, մյուսները իրենք նույն տրամաբանության մեջ են գործում, պատրաստ են Հայաստանն էլ վաճառել։ Պատրաստ են նույնիսկ Հայաստանի Հանրապետության բնակիչներն էլ հետը վաճառել, որովհետև իրենց համար մի սրբություն կա, դա իրենց ստամոքսն է ու ստամոքսային մտածողությամբ են առաջնորդվում։ Ինչպես եւ Փաշինյանն էր ժամանակին ասում, ոչ թե որտեղ հաց այնտեղ կա, ասում են այստեղ հաց, այստեղ կաց, իսկ այստեղը հարաբերական այսօր այստեղը, վաղը մի ուրիշ տեղ կարող է լինել։ Ինչևէ, պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանք այս անգամ չվերարտադրվեն։ Մինչ հանդիպում։